Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ոչ թե 24, այլ 18 ամիս կծառայեն 2026-ի հունվարի 7-ից հետո բանակ զորակոչվողները։ Ժամկետային զինծառայության մասին նոր օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Հայաստանի կառավարությունը փորձելու է բանակը քայլ առ քայլ համապատասխանեցնել պրոֆեսիոնալ պահանջներին, այն կառուցել պրոֆեսիոնալ հիմքերի վրա։ Պաշտպանության նախարարը շեշտեց, տարածաշրջանի որոշ երկրներ բանակի պրոֆեսիոնալացման այդ ուղին արդեն բռնել են։ Եթե խոսենք Թուրքիայի մասին, խոսենք Վրաստանի մասին, Նաև Ադրբեջանը 1.5 տարվան անցում է կատարել դեռևս 2000-ականներին, այսինքն, բայց հիմա համեմատվել որևէ մեկի հետ, կարծում եմ տեղին չէ, մենք պիտի ավելի շատ ելնենք նրանից, ինչ մարդկային ռեսուրսների, ինչ հնարավորությունների ենք տիրապետում։ Զինված ուժերում զինծառայողների կեսից ավելին ծխում է, իսկ հնարավոր է բանակում սահմանափակել ծխելը։ Պաշտպանության նախարարը նշեց, թե ինքն էլ մտահոգություն ունի այդ առումով, սակայն Պապիկյանի դիտարկմամբ քաղաքացիների, նաև զինծառայողների համար յուրաքանչյուր արգելք պետք է լինի իրավաչափ։ Ես ճանաչում եմ զինծառայողի միայնակ մոր, ով աշխատում է, ստանում է 100,000 դրամ աշխատավարձ, ունի նաև այլ մանկահասակ երեխաներ։ Եվ իր զինծառայող որդու համար պետք է նաև ամեն ամիս ուղարկի մոտ 30,000 դրամ, որպեսզի նա բանակում ծխի։ Եթե սահմանում ենք այնպիսի արգելքներ, որոնք վերաբերում են արդեն չափահասությունից վեր տարիքին, սա ավելի լայն քննարկման կարիք ունի, եւ եթե հասարակության մեջ նման ըմբռնում լինի, կարելի է ընդհանրապես ծխախոտի վաճառքը դարձնել 21 կամ 25 տարեկան։ Ատեստացիոն տարբերակով քննություն հանձնելը, աշխատավարձ բարձրացնելը զինված ուժերում անհավասար պայմանների առիթ է ստեղծել։ Հրամանատարը հանձնում է բարձր աշխատավարձ է ստացում, բայց իր ենթականները մանավանդ առաջի գծում գտնվող պայմաններ չունեն, ժամանակ չունեն նախապատրաստվելու եւ պատրաստ չեն։ Ձեզ համար սա խորհուրդ է, որ մենք ատեստավորման այս համակարգում դիտարկում ենք ֆինանսական բավարարումը եւ բնականաբար ձեր մտքում դրանք միմյանց հետ հակասության մեջ են մտնում, իրականում պետք չի միմյանց հակադրել։ Սեյրան Օհանյանի դիտարկմամբ յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս պետք է հաշվի առնել նաև արկա մարտահրավերները։ Այդ առումով ըստ Օհանյանի Հայաստանի սահմանային պաշտպանությունը 100 կիլոմետր ավելացել է, դա եւս պետք է հաշվի առնել։ Ղարաբաղի 283 կիլոմետրին ավելացրել է Ադրբեջանի հետ սահմանը Զոդից մինչև Մեղրի։ Դրանից ելնելով մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը եւ Պաշտպանության նախարարությունը պաշտպանական ռազմավարական վերանայում պետք է անի եւ դրանից բխող հարցերով պետք է ինքը իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպվի։ Պաշտպանության նախարարն էլ թե նախկինում ծառայած ու այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ որոշել են անցնել զինվորական ծառայության, ըստ Պապիկյանի 2025 թվականին նմանատիպ 1000 քաղաքացի պատրաստակամ է ծառայել զինված ուժերում։ Հիվանդության սիմուլյացիայի եղանակով եւ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանը օժանդակելու դեպքերի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ։ Կառույցը հայտնել է, որ ձերբակալվածներից մեկը Հայաստանի պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկն է, նա կալանավորվել է։ Վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած փոփոխությունները Նիկոլ Փաշինյանը հաճախ է կապում խաղաղության օրակարգի հետ։ Զբոսաշրջային այցերը եւս բացառություն չեն այս համատեքստում։ Մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, եթե չեմ սխալվում, նաեւ մյուս ամիսներին մենք զբոսաշրջային հոսքերի ռեկորդ ենք ունեցել, իհարկե ամիսների գուցե որևէ ամսվա հարցում սխալվեմ, բայց ընդհանուր առմամբ պատկերը դա է եղել։ Փոքր ավիացիայի զարգացումն էլ է փոխկապակցված զբոսաշրջության ակտիվացման հետ։ Դա հնարավորություն կտա զբոսաշրջիկին ավելի քիչ ժամանակ անցկացնել ճանապարհներին ու ավելի քիչ ռեսուրս ծախսել տեղափոխման նպատակով։ Փաշինյանը նաև իր փորձով է փաստում փոքր ավիացիայի դրական կողմերը։ Մի քանի անգամ օգտվել եմ Երևան-Կապան չվերթից, եղել եմ այդ չվերթի առաջին ուղևորը եւ երբ որ օթանավով մեկնում ես Կապան, դա եւ վերադառնում,
այսինքն դա կյանքի շատ էական փոփոխություն է։ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Այս հանգամանքը իրենից նաև ներդրումներ է ենթադրում Հայաստանում։ Փաշինյանը կարծում է, որ մեր երկրի հանդեպ ներդրումային հետաքրքրությունը մեծացել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրումից հետո։ Մենք բնականաբար շահագրգռված ենք, որ այդ թվում Եվրամիությունը ենթակառուցվածքային ծրագրերին ունենա շատ կոնկրետ մասնակցություն եւ ներկայություն։ Առանց եվրոպական ներդրումների էլ TRIP նախագիծը ընթացքի մեջ է, ներկայում ճշգրտվում է ռազմավարական շրջանակը։ Իմ աչքաչափը ասում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք ընթանում եւ մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք TRIP նախագծի իրացումը սկզբնական շրջանում իրավական եւ հայեցակարգային որոշակի փաստաթղթերի մշակում եւ ընդունում, հաջորդ փուլում պայմանագիր եւ հաջորդ փուլում արդեն գործնական աշխատանքների իրականացումը գետնի վրա։ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ հարաբերությունները խորացնելն ու նոր մակարդակի տեղափոխելը եւս կառավարության օրակարգում է։ Փաշինյանի խոսքով Չինաստանը Հայաստանի կարևոր եւ հուսալի գործընկերն է։ Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանրադիր վայրում թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Այս մասին մի շարք լրատվամիջոցներին հայտնել են քննչական կոմիտեից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արշակ Սրբազանին ձերբակալել են քննչական կոմիտեի շենքում։ Ինչպես նշել էր նրա պաշտպան Արսեն Բաբայանը, ձերբակալությունը հայտնի տեսագրության հետ կապ չունի։ Հայ առաքելական եկեղեցու 27 arczepiskoposներ եւ եպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Arczepiskoposներն ու եպիսկոպոսները հավատարմություն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Նրանք դատապարտել են ներեկեղեցական հարցերում քաղաքական միջամտությունը եւ ընդգծել են, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն եղբայրական սիրով ու եկեղեցական կանոնակարգերի միջոցով։ Անհանդուրժելի են համարել ամենայն հայոց հայրապետի անվան հիշատակման բացակայությունը պատարագի ընթացքում։ Հոգեվորականները վստահություն են հայտնել, որ միասնության ու խաղաղության պահպանման համար եպիսկոպոսների համախումբը կգտնի արդյունավետ լուծումներ։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Առաջին կաթողիկոսը մասնակցել է նաև Հռոմի Պապի մատուցմամբ Սուրբ եւ անմահ պատարագին, որին մոտ 100,000 մարդ է մասնակցել։ Ի դեպ Լիբանան կատարած այցի ընթացքում Հռոմի Պապը հանդիպել է Լիբանանի կրոնական փոքրամասնությունների հետ եւ կոչ արել նրանց միավորվել վերականգնելու երկիրը հակամարտությունից։ 2025-ի համար սահմանված 8000 էլեկտրոմոբիլի քվոտան բաժանված է եղել հետևյալ համամասնությամբ՝ 5000-ը ֆիզիկական անձանց, 3000-ը իրավաբանական անձանց դիլերներին։ Էկոնոմիկայի նախարար Պապոյանը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց հատկացված քվոտան արդեն սպառված է, դիլերներինը ոչ։ Քանի որ ունենք նաև որոշակի մտավախություն, որ այնուամենայնիվ դիլերները չեն կարողանա ամբողջ քանակը ներմուծել եւ մենք որպեսզի չկորցնենք մեր քվոտան, հետեւյալ որոշումն ենք կայացրել, մենք վերահաշվարկ կիրականացնենք եւ այն քանակով որ մնացել է քվոտայից, դա կավելացնենք ֆիզանձանց համար։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը։ Առողջության համընդհանուր ապահովագրության մեկնարկը նախատեսվում է 2026-ի հունվարի 1-ից։ Առաջին փուլով շուրջ 1.5 միլիոն հայաստանցի ապահովագրական փաթեթ կունենա։ Այդ խմբերն են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցողներն ու անապահովության 28 եւ ավելի միավոր ունեցող անձինք։ Այս խմբի համար կվճարի պետությունը։ Առաջին փուլում ապահովագրական փաթեթ կունենան նաև 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Այս խումբը ինքը կվճարի իր փաթեթի համար տարեկան 129,000 դրամ, ամսական 10,800 դրամ։ Այս թիվը տարիների ընթացքում կավելանա, բայց ըստ առողջապահության նախարարի կառավարությունը սուբսիդավորման մեխանիզմով առաջին փուլում կթեթևացնի նրանց ֆինանսական բեռը։ Կառավարության նիստում որոշվել է Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր 6 ամսով սահմանափակում կիրառել։ Հանրապետությունում ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են մոտ 2.5 միլիոն տոննա եւ գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները։ Նշված պարագայում նկատելիորեն նվազել է տեղական ցեմենտի մրցունակությունը, վատթարացնելով տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։
Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է մոտ $175 միլիոն նոր 36-ամյա stand-by տեսակի վարկային միջոցների համաձայնագիրը Հայաստանի համար։ Կենտրոնական բանկից հայտնել են, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը և արտաքին ռիսկերից ապահովագրությանը։ Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները ճանաչում են միմյանց վարորդական իրավունքի վկայականները։ Հուշագրով կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով։ Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննությունների։ Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանման համար 6-ամսյա քվոտա է սահմանվել, այն կգործի դեկտեմբերի 5-ից և ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 5-ը։ Քվոտան կկիրառվի ոսկերչական արտադրատեսակների, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների դեպքում։ Արքավճարային համակարգը կրկին խափանումների մասին է հայտնել ըստ հաղորդագրության ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի պատճառով առցանց իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։ Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։ Հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից ու հավելում, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում։ Հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել ձեզ սպասարկող բանկի հետ, նշված է հաղորդագրությունում։ Գլխավոր դատախազությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պետությանը պատկանող սեփականությունը ապօրինի տնօրինող հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Որակումն իրենցն է, իրավապահների թիրախում այս պահին հատկապես Հայաստանի ժուրնալիստները, գրողներն ու նկարիչներն են, թեպետ ստեղծագործական մի շարք այլ միություններ նույնպես դատախազության ռադարում են։ Գլխավոր դատախազն է գործընթացի մասին կառավարությանը զեկուցել։ Աննա Վարդապետյանը վստահեցրել է նպատակ չունեն խանգարել որևէ մեկին։ Մինչդեռ գրողների միության նախագահը ճիշտ հակառակ պնդումն է արել, 2 տարուց ավելի է դատարաններում են։ Այդ դեպքում ինչպես չեն խոչընդոտել իրենց գործունեությանը։ Սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետև տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում, մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Պետք է դա շատ կոնկրետ, հասցեական ասվի, թե ով ինչ է արել սեփականության իրավունք ունենալուց հետո նման բան չի եղել գրողների միության համակարգում մենք չենք օտարել 2 տարի արդեն մենք դատերի մեջ ենք անվերջ գրագրությունների մեջ ենք եւ մեր հոգեբանական վիճակը դու պատկերացնում ես Արմավիրի մարզում Եղեգնուտ գյուղում առանց անհրաժեշտ ընդդերք օգտագործման թույլտվության ապօրինի կերպով արդյունահանել են ավազակոպչային խառնուրդ եւ վաճառել մի ընկերության, որը խառնուրդը մշակում ու իրացնում էր։ Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր վնասով ապօրինի ձեռնարկատիրության համար։ 5 անձ ձերբակալվել է, հանգամանքները պարզվում են։ Գորիսի պետական քոլեջի հետ կապված զարգացումները շարունակվում են, հիշեցնենք, գործադիրը Գորիսի պետական եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջները միավորելու որոշում էր կայացրել։ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրենի աշխատանքից ազատման պատճառը ըստ նախարարի հրամանի կառավարության որոշման իրականացմանը խոչընդոտելն է։ Քոլեջի 30 աշխատակիցները, ովքեր հրաժարականի դիմումով էին արձագանքել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեկտեմբերի 2-ի քոլեջի տնօրենին պաշտոնանկ անելու մասին հրամանին, դրական արձագանքելով պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի հորդորին հետ են վերցրել նախորդին ներկայացրած դիմումները։ Այսօր սակայն քոլեջում դասապրոցեսը չի վերսկսվել։ Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 4-ից քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Արմինե Կոլյանին։ Նախարարի այդ հրամանն է պատճառը դարձել, որ դասախոսներն ու ուսանողները լսարան չմտնեն եւ խաղաղ միջոցներով արգելափակեն քոլեջի մուտքը։ Նրանք պահանջում են ստեղծված իրավիճակին վերաբերող Ժաննա Անդրեասյանի պարզաբանումը։ Փոխանակ պաշտոնակատարը գնա եւ ասի այ Ժորժ ջան, ես եկել եմ մենակ, եկեք նստեք խոսենք։ Ժորժ ջան, լավ է լինելու, ոչ մեկի
Ինչպես ինքն է հայտարարել, շպրտելու են մի քանի հոգի քոլեջից, մի քանի հոգի են քոլեջից։ Ես չեմ շպրտելու, մենք միասին աշխատելու ենք, ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք ուժեղացնելու։ Դեկտեմբերի 3-ին աշտարակ Եղվարդ ճանապարհին բախվել են Opel-ը եւ VAZ-2107-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց կիսակողաշրջված հայտնվել դաշտում։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության նայերի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Դեկտեմբերի 3-ին Վանաձորի Դեմիրճյան փողոցում բախվել են 25-ամյա Սարգիսի Մերսեդեսը եւ 39-ամյա Արթուրի Չերի Այքարը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 4-րդ դասակի պարեկները։ Դեկտեմբերի 2-ին Երևան-Գյումրի Բավրա ճանապարհին 64-ամյա Սամվելը Opel Zafira-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշին կողաշրջված հայտնվել ձորում։ Ուղևորներ 50-ամյա Անահիտը եւ 55-ամյա Հրաչը վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Անիի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Եվ ճանապարհաշինարարներն ավարտին են հասցնում Հայանիստ գյուղից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին փլուզված կամրջի նորի կառուցման աշխատանքները։ Ճանշինականներն ասֆալտել են այն։ Մի քանի օրից կամուրջը կհանձնվի շահագործման։ 24 ժամ ռեժիմով ճանշինը աշխատեց, հիմա տեսնում եք ժողովուրդ ջան։ Կամուրջն արդեն ճաղավանդակներն էլ տեղադրվել են նաև հետիոտնի համար անցման վայրերը, տեղադրվել են արդեն անհրաժեշտ բետոնե այս պաշտպանիչ պատնեշները